Բոլորս թասիբից ենք խոսում, մեկնաբանություններում, չգիտեմ, վիդեո տարբերակներով, ամեն ձևի թասիբից ենք խոսում։ Տեսեք ոչխարը ինչ է ասում իմ մասին, կխնդրեմ մինչև վերջ։ Они мои друзья. Арам Манукян, как ты мой хороший? Послушай меня, ты разговариваешь с топ-1 Азербайджана за месяц 4 раза. За месяц я был топ-1 Азербайджана в ТикТоке 4 раза. Арамджан, а ты за месяц сколько раз был топ Армении? Можешь мне сказать? Իհարկե այս ոչխարի ասացի հետևից չենք ընկնում, բայց ինչ որ չափով հատկապես TikTok-ի հայությանն եմ ուզում դիմել, ինչ որ չափով կարելի է իր ասածը վերցնել եւ ի օգուտ մեզ օգտագործել։ Հիմա ասեմ ոնց։ Ինձ թոփ պետք չի, այդ թոփերը գումարները։ Ինձ գումարներ TikTok-ով պետք չի։ Դուք այդ ամեն ինչը լավ գիտեք, որ ես ուզենայի ու շահարկեի, շահագործեի, ոնց որ շատ շան տղեկ են անում։ Ես կանեի դրոշի միջոցով, չգիտեմ, ինչ-որ քամրանի հետ բաթլներ կազմակերպելու միջոցով չեմ անում։ Քանի որ ես ասացի հունվարի 29-ին իմ գործկան ներկայացումը կխաղամ բարեգործական նպատակով ամբողջ գումարը հասույթը կտրամադրվի Արտյոմի առողջության համար, խոսքը այս երեխայի մասին է, բոլորդ էլ գիտեք։ Նաև այդ բաթլները, որ քամրան ասում է, դու եղել ես top 1 կամ չգիտեմ ինչ, top 1, top բան պետք չի։ Այդ գումարները ամբողջությամբ մինչև ամսի 30-ը TikTok-ով լայվեր որ անեմ, ամբողջությամբ կփոխանցեմ Արտյոմի առողջության բուժման համար։ Մեզանից շատերը փառք Աստծո ունեն հնարավորություն իրենց բալիկների համար ամանորյա նվերներ գնելու, բայց հավատացեք այս երեխայի ծնողները մտածում են ոնց անեն, որ իրենց երեխան առողջ լինի։ Եկեք մեր նոր տարվա նվերը TikTok-ի դոնատորներ, չգիտեմ, բաթլ խաղացողներ, բոլորդ այդ մի քանի օրը, այդ մի քանի րոպեն, այդ մի քանի գումարը տրամադրեք TikTok-ի համար այդ $1.5 միլիոն ոչ մի բան է, դա սաղսը գիտենք։ Մի թողեք ես փակագծերը բացեմ, եկեք ինչ փոխանցեք, ինչ նվեր գցեք, ամբողջությամբ գնալու է Արտյոմի բուժմանը սկրինշոթերով ամեն ինչով։ Այնպես որ թասիբը եթե մեջներս խոսում է, եկեք գործնականում ապացուցենք։ Արտյոմ ջան, դու առողջ եղիր, հուսով եմ բոլորս կմիանանք այս իմ կոչին ու արդյունք կտանք։ Պարզապես կոմենտներում խոսացող չենք լինի, որ մենք հայրենասեր ենք։ Գնացինք բոլորս մեկ ուղղությամբ։